Փառք Աստծո իր ողորմության, իր սիրո, իր հավիտենական մեծության համար ժողովուրդ ջան։ Եղբայրը խոսեց Աստծո ընտրության մասին, իհարկե այդ ընտրությունը պարզ երևում է Երեմիա մարգարեության 31-րդ գլխի 3 համարի մեջ այսպես է գրված. Հեռվանց է երևացել Տերը ինձ եւ ասել, որ հավիտենական սիրով եմ սիրել քեզ։ Այդ ընտրությունը մենք դեռ գոյություն չունենք, որ Աստված իր կողմը կատարել է։ Ինչպես Սուրբ Գրքում գրված է, որ դեռ մենք չկազմավորված, դու արդեն մեր օրերը գիտեիր, բոլորը քո երեսի առջև էին։ Եվ մեկ անգամ եւս կուզեմ մի համար հիշեցնեմ Սուրբ Գրքից Հայտնության 3:16 Հայտնություն Հովանու 3-րդ գլուխ 16 համար Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որով որ հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Այս համարներ ու բազում համարներ կան, որ վկայում են Աստծո հավիտենական նախասահմանության, Աստծո ընտրության մասին սիրելիներ, իհարկե դա անժխտելու անհերքելի փաստ է։ Դա անժխտելու անհերքելի փաստ է, ոչ ոք իզորուչ եւ իրավունքն էլ չունի, որպեսզի դա ժխտի։ Բայց այն ինչի մասին, որ ես կուզեմ այսօր խոսեմ, ոչ թե վերաբերվում է Աստծո կողմին, այլ մեր կողմին։ Մենք տեսանք, որ իրոք Աստծո կողմը միանշանակ կատարված է 100%-ով կարելի ասել, եթե ոչ ավել, 100%-ով կատարված է։ Հիմա որն է մեր կողմը, սիրելիներ, ուզում եմ Մատթեոս ավետարան 20-րդ գլխի 16 համարը կարդամ։ Մատթեոս ավետարան 20-րդ գլուխ 16 համար։ Այսպես հետիններ առաջին կլինեն եւ առաջինները հետին, որովհետեւ շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված։ Կարծես թե ավետարանիչը ներկայացնում է երկու կարգավիճակ՝ առաջի, վերջի, կանչված եւ ընտրված։ Սրա մասին մի փոքր կուզեմ զրուցենք, կիսվեմ ձեր հետ, որ սա արդեն մեր կողմն է։ Եթե հիշում եք, եղբայրը իր խոսքի մեջ բերում արավ Սավուղի կյանքից, Աստված Սավուղին ընտրեց որպես թագավոր եւ դրեց որպես թագավոր։ Բայց այդտեղ մի հատ ուրիշ հարց կա, ժողովուրդ ջան։ Այդ ընտրությունը պահել է պետք։ Մեր կողմից այդ ընտրությունը հաստատել է պետք։ Սուրբ Գիրքը այստեղ կարդացինք, որ ասում է, որ հետիններ կան, որ առաջ կանցնեն, առաջիններ կան, որ հետ կընկնեն, որովհետև կանչվածները շատ են, բայց այն մարդիկ, ովքեր որ իրոք այդ կանչվածությունը կարողանում են գնահատեն, իրանք շատ քչերն են կարողանում գնահատելով դառնան ընտրյալներ ու ասելով, որ գիտես ինչ Տեր, այսպես ձևակերպեմ միտքս, դու չես սխալվել, որ ինձ ընտրել ես, որպես քո զավակ։ Որպես առաջի ու հետի այդ տարբերությունը կուզեմ մենք նայենք Սուրբ Գրքից Եսավի եւ Հակոբի կյանքի դրվագը։ Սկզբից ծնվեց Եսավը, հետո ծնվեց Հակոբը։ Եվ ըստ կարգի օրհնությունը եւ ժառանգությունը հասնելու էր ում, իհարկե Եսավին։ Բայց այստեղ մի խնդիր կա։ Երբ որ կարդում ենք Ծննդոց գիրքը, մենք տեսնում ենք ասում, որ Եսավը անարգեց անդրանիկությունը ու ասավ ինչի սա պետք։ Աստված որոշել էր, բայց ինքը անարգեց։ Ինքը չկարողացավ պահի այդ ընտրությունը, հասկանում եք։ Ինքը չկարողացավ դառնալ իրոք այն ընտրյալը, որ իրոք Աստված իրան ընտրել էր որպես ժառանգությունը իրան հասնելու, ինքը դա չուզեց կարծես թե։ Եվ այդ կրիտիկական պահին, այո, ոնց որ եղբայրներ ասամ մեկը մեռնելու եմ, ինչի՞ սա պետք է անդրանիկությունը։
Ավելի լավ է մի կտոր, մի աման ապուր, քան թե անդրանիկություն։ Հայտնության գիրքն եմ ուզում կարդամ սիրելիներ, Հայտնության 3-րդ գլուխ 11 համարը այսպես է գրված։ Հայտնություն 3-րդ գլուխ 11 համար։ Ահա ես գալիս եմ շուտով։ Պահիր այն, որ ունես, որ ոչով չառնե քո պսակը։ Բոլորի համար պատրաստված է պսակ, բայց ասում ահա ես գալիս եմ։ Պահի այն, ինչ որ ունես, որ ոչ ոք չառնի այն ինչը որ քո հասանելիքն է։ Այսինքն մենք տեսնում ենք, որ հնարավոր է ինձանից հետո եկողը, եթե ես իմ որոշումը չկայացնեմ, իրոք այն ընտրությունը, որ Տերն արել է իմ կյանքի մեջ, մնամ դրա մեջ, հավատարիմ ու հաստատ, ինձանից հետո եկողը հանկարծ, ինձանից առաջ կանցնի, ու այն, որ պատրաստված է ինձ համար, ինքը կստանա, ինչպես եղավ Եսավի կյանքի մեջ։ Հակոբը այդ ընտրությունը կարծես կատարեց, ուզում եմ այդ ընտրությունը, ուզում եմ այդ ավակությունը, ուզում եմ այդ անդրանիկությունը իմը լինի, հիմա այսօր իհարկե ոչ մեկը թող չկարծի, որ հենց այնպես ուղակի արթնացավ ու ասավ դե լավ, այսօր Կիրակի է, լավ գնամ պաշտամունքի։ Սուրբ Հոգու առաջնորդությունն է եղել ամեն մեկիս կյանքի մեջ, որ մենք գանք Աստծո տուն։ Եվ հիմա մենք պիտի նայենք մեզ բոլորիս, այստեղ գտնվողներիս եւ ընդհանրապես Աստծո խոսքը լսողներին Աստված տալիս է այդ հնարավորությունը։ Կանչում է, ասում է արի ինձ։ Ես ուզում եմ, որ դու լինես այն ընտրված անդրանիկների ժողովի մեջ։ Հիմա որոշումը իմ կողմն է, Աստված մենք տեսանք, որ իր կողմը արել է, անթերի է, կատարված է։ Հիմա մենք էլ անելու բան ունենք, ինչպես շատ ժամանակ ու շատ անգամներ ասվել է, որ փրկությունը ձրի է, բայց էժան չի։ Այո, մենք փրկված ենք հավատքով, շնորհով Աստծո, բայց որպես հավատքով փրկված մարդ, որպես այդ շնորհը ընդունած մարդ, իմ կյանքը, իմ գործը պիտի դա ցույց տա, որ իրոք ես դրան արժանի դարել եմ Աստծո ողորմությունով ու գնահատում եմ դա, որ Աստված արել է իմ կյանքի մեջ։ Դրա համար է, որ մենք որոշ բաներ, ինչպես Պողոս Առաքյանն է գրում, ասում է, որ այո, կարծես թե ամեն բան ինձ օրինավոր է, բայց ամեն բան չի, որ ինձ օգուտ է, եւ ամեն բան չի, որ իմ կյանքի մեջ օգուտ պիտի բերի, դրա համար ամեն ինչ աղբ ու կեղտ եմ համարեմ, որպեսզի Քրիստոսին շահեմ, այսինքն իմ ընտրությունը ես հաստատ անեմ, որ այո Տեր, դու որ ընտրել ես ինձ ու կանչել ես ինձ, ես իմ ապրած կյանքով այսուհետ ապացուցելու մեկ բան ունեմ, երկնքին, երկրին ու սանդարամետականներին, որ ես էլ ընտրում եմ այն Աստծուն, որը որ ընտրել է ինձ։ Երգեցինք, ուզում ենք ձուլվենք, ձուլվելու համար հրաժարվել է պետք, ձուլվելու համար, այո, համաձայնվել է պետք այդ կրակը մտնելու, որպեսզի կարողանանք մեկանանք, ընտրություն կատարել է պետք, սիրելիներ, այո, Տերը ընտրեց, հիմա մեր կողմն է հարցը, իր կողմն արած մեր կողմն է խնդիրը, արդյոք ես այսքան տարիներ գալով Աստծո տուն, կամ այսքան տարիներով լսելով Աստծո խոսքը, կարդալով ավետարանի խոսքը, կարողանում եմ իմ ընտրությունը ճիշտ կատարեմ, վերջնական կատարեմ, վերջակետով կատարված լինի, թե բազմակետերով է իմ ընտրությունը, բա հետո տեսնես ինչ կլինի, բա հետոն, Սուրբ գրքից եւս մեկ համար կուզեմ ընթերցեմ, սիրելիներ, Մաղաքիա մարգարեության 3-րդ գլուխ
18 համար, Մաղաքիա մարգարեություն, 3-րդ գլուխ 18 համար։ Եվ դուք ետ կդառնաք եւ կտեսնեք արդարի ու ամբարշտի տարբերությունը։ Աստծո ծառայություն անողի եւ ծառայություն չանողի տարբերությունը։ Կուզեմ մի քիչ ավելի, այսպես մեզ համար ավելի հասկանալի խոսքին բնորոշ ձևով ձևակերպեմ մեզ համարը։ Այն ժամանակ կտեսնենք կանչվածի ու ընտրվածի տարբերությունը։ Նա որ կանչված էր ու նա որ ընտրված էր։ Անշուշտ տարբերություն լինելու ասիրելիներ։ Հակոբը, երբ որ ընդունեց այդ անդրանիկությունը եւ վերցրեց այդ անդրանիկությունը, հետո տեսնում ենք ինչ կատարվեց։ Եսավը սկսեց ողբալ, բայց չկար, ցավոք սրտի չկար։ Հորը մեղադրում էր, ասում էր, հայր, միթե մի հատ այդ օրհնությունը, ինձ էլ օրհնի խնդրում եմ, բայց հայրը ինչ ասավ, արդեն ուշ է։ Ես քեզ նրան որպես ծառա եմ տվել, արդեն ուշ է։ Դու էլ որոշ հաջողություններ կունենաս, բայց այն որ դու պիտի ստանայր, այլևս քոնը չի։ Ես կուզեմ, որ այս խոսքերը իրոք սթափեցնող լինի մեզանից ամեն մեկիս համար։ Տիրոջ տուն գալ գնալը բավարար չի։ Աստծո խոսքը լսելը, օրհնյալ քարոզներ լսելը բավարար չի։ Մեր կողմից ընտրություն կատարելու խնդիր ունենք մենք ամեն մեկս։ Ցանկացած այս խոսքը լսող ընտրություն կատարելու, ընտրություն անելու, որոշումը վերջնական անելու կարիքը ունի, որովհետև այն օրը տարբերություն անշուշտ պիտի լինի, ուզենք թե չուզենք, Աստծուն ծառայություն անողի ու չանողի, իսկ մարդը ոնց է իր ընտրությունը հաստատ անեմ, կամ ոնց է որ մարդը ուղղակի կանչված է մնեմ, չի կարողանում դառնալ ընտրյալ, փորձեմ մի փոքր բացատրություն տամ, ընդամենը պաշտամունքների գալ գնալով, ընդամենը Սուրբ գրքի ընթերցանություն ունենալով, ինքը կարծես թե սրանով բավարարվում է, դե իհարկե Աստված կանչել է, ես էլ գնացել եմ, ու ինքը համարում է սա վերջնակետ։ Բայց նա որ ջանում է, լսածը կյանքի կոչի, որ Տեր, այլևս ոչ թե պիտի ապրեմ միայն ինձ համար, այլ պիտի ապրեմ քո համար, ոչ թե պիտի ապրեմ իմ ցանկությունների համար, այլ պիտի ապրեմ քո ցանկությունների համար, քո կամքը կատարելու համար։ Կանչված մարդը նա է, որ ասում է, գիտեք, դե անողներ շատ կան, թող գնան անեն։ Իսկ ընտրյալ մարդը, որ իր ընտրությունը Տերն է, ում ընտրությունը Տերն է, ինքն ասում է, գիտես ինչ, չէ, այն որ պատրաստված է նրա համար, ես էլ նրանից բաժին ստանամ, առաջինը ես անեմ, թող ինձ լինի այդ բաժինը, ինչի ուրիշին գնա, որովհետև ասում է, որ այն օրը, երբ պիտի դառնաք ու տեսնեք, կանչված մնացածի ու ընտրյալ դառածի տարբերությունը, Տիրոջը ծառայություն անողի եւ չանողի տարբերությունն է։ Այն մարդու, որ գալիս է ընդամենը աղոտ կանը, որ Տեր Աստված հոգսերս վերցրու, խնդիրներս վերցրու, ինձ առողջություն տուր, ու այսքանով կարծես բավարարվում է, ինքը մնում է ընտրյալ, կանչված, սիրելիներ, բայց նա, որ ասում է Տեր, եթե միևնույնն է չանես, էլ փառք ես, առողջությունս էլ վերցնես, փառքը քոնն է, միևնույնն է, ես պիտի անեմ քո համար, այս մարդը ցույց է տալիս եւ երկնքին, եւ սանդարամետականներին, եւ երկրի բոլոր բնակչությանը, որ ես իմ ընտրությունն արել եմ Տերը, ու սա պիտի մնա մինչև վերջ։ Այսօր այդ օրն է, սիրելիներ, այլևս մենք կարծես թե հապաղելու ժամանակը չունենք, այլևս մենք
գնալու ժամանակ չունենք, որովհետև գնալով օրեր ավելի են մոտենեմ, Տիրոջ գալուստն ավելի ամոտենեմ, բերեք մեր ընտրությունն անենք իրոք Տերը, ոնց որ Աստված ընտրեց մեզ, ու մեզ շանս և հնարավորություն տվեց, գիտեք, իրա տուն գալու, իրա խոսքը ընկնդրելու, իրա խոսքը լսելու, բերեք մենք էլ ընտրենք Տիրոջը, բավարար է ինչքան ապրել ենք մեր համար, բավարար է ինչքան ապրել ենք մեր ընտանիքների համար, բերեք առաջի պլան մղենք Տիրոջը, բերեք առաջի դիրքն բերենք Տիրոջը, մնացածը արդեն Աստված պիտի պահի կոնտրոլի տակ, Աստված պիտի պահի իր հսկողության տակ, ու ինքը պիտի հոգա, հասկանում եք, մենք մեր ընտրությունն անենք Տերը, հիշում եմ եղբայրներից մեկը միշտ հակադրությունների ժամանակ այսպիսի օրինակ էր բերում, ասում էր, եթե դուք իրար սիրեք որպես մարդկային սիրով, այդ սերը կմնա մի որոշ մակարդակի վրա ու չի էլ ավելանա, բայց եթե դուք իրար այդ ձեր համատեղ կյանքի մեջ գերադասեք աստվածային սերը, ու այդ սերը օրեցօր ավելանա ձեր կյանքի մեջ, այդ փոխհարաբերական մարդկային սերը կսկսի աճել, նա չի մնա նույն մակարդակի վրա, բերեք այո մեր ընտրությունն անենք Տերը ժողովուրդ ջան, ու մեկ վախի, Աստված պիտի հոգա մեր համար ավելի լավ, քան թե այն որ մենք ենք մտածում, ու մենք ենք չարչարվում ու տանջվում, թող Տիրոջ անունը փառավորվի, կուզեմ աղոթքով կանգնենք Տիրոջ առջև, և խնդրենք, որ իրոք Աստված մեզ ողորմություն անի, իրոք մեր հոգու աչքերը բացի, մեզ տա իմաստություն, մեզ տա համարձակություն, որ այո մեր կյանքի մեջ մեր ընտրությունն անենք միայն Տերը, որովհետև ինքը ընտրել է մեզ, ու մենք էլ պիտի ընտրենք իրան, որպեսզի համահունչ ու մեկանանք և մեկ դառնանք իր հետ։